Թողտերը փառավորվի երիտասարդ։ Ես կուզեմ մի մտքի վրա խոսեմ, որ այսօր երիտասարդ եք եւ Աստծո խոսքը գրված է, որ ձեր մեջ կբնակվի։ Եվ բոլորիս կյանքում լինում է դժվարություններ, փորձություններ, եւ ինչպես են մենք կարողանում դա հաղթահարել։ Եվ նաեւ կարծում ենք, ասում չար ընկերությունը բարի բարձր կապակցում։ Այդ դրա մասին ես կուզեմ մի խոսեմ, ինչպես է դա կատարվում։ Մենք կարող ունես մարդկանց հետ շփվենք, արտագնապես նայենք հենց ոչ մի վնաս չի տալիս, բայց իր հետևանքը հետո թվում։ Ու կարող կողից են նկատեն եւ ես ասեմ, որ հարմար չի, որ դու իր այդ շփվես։ Դե մենք նայում ենք, ասում ենք, բայց ինչ է եղել։ Շատ լավ է, նորմալ է, ես ոչ մի բան չեմ տեսնում։ Բայց մենք նայենք Սուրբ գրքով, ինչպես է դա տեղի ունենում եւ մարդը ուր կարող է հասնել։ Որովհետեւ եթե դու մի բանի հետ գործ ունես կամ մի անձնավորության հետ գործ ունես, ասենց ասեմ, եթե որ դու գնաս ածուխի հանքում աշխատես, անհնար է որ դու չսեվանաս։ Հիմա որ մենք Աստծո խոսքը թողնում ենք եւ այն զգուշացումը, որ մեզ ավետարանում է, մենք դրան ուշադրություն չենք դարձնում, մենք ենք վնասում։ Հիմա ունակ շատ տերեր կա, չէ՞ գրված, հիմա մի սիրի աշխարհը, որ դե հենց ունես գրված չի։ Կամ սա ինչ գործ ունի հավատացյալը, անհավատի հետ։ Եվ ինչքան ասենք նման դեպքեր եղել է, որ երիտասարդը անկեղծներ քիլոջ առաջ Աստծո վախով, հետո մեկը նա իրան նամակ է գրել։ Բայց ծանոթանա, սուրական նա ով ես, ինչ ես, դու մի հատ պատասխան ես։ Այդ ամենս դու ասել ես այն դեպի, հլը չես է տեսել ով է, արդեն ասում արդեն սիրարվել է։ Բայց որ դու իրան տեսել ես, ասում ոչ։ Ոնց է սիրարվել։ Ինչ է տեղի ունեմ, սա հոգու աշխարհում է։ 14 տարեկան պատանին սիրարվել է 52 տարեկան տղամարդու վրա, ոնց է։ Բայց դու հասկանում ես, դու տես ուր ես հասել։ Ասում է եղբայր ջան, ես ոնց որ հասկանում եմ, բայց ոչ բան չեմ կարող։ Այսինքն բան կա, որ երբ որ մենք սահմանը անցնում ենք, մենք վնասվում ենք։ Համար պետք չի անցնել այդ սահմանը, որ Աստված դրել է։ Երբ որ սա ցանկը քանդողին, օծը կխացում։ Այն բավականությունը, որ քո շուրջը կա, որ Աստված դրել է, այդ ցանկը դրել է, դու ես սկսում քանդել, այդ ժամանակ դու վնասվում ես։ Ցանկը քանդողը Աստված չի վերցնում այդ ցանկապատը։ Կա պարագա, որ Աստված վերցնում է, թույլ է տալիս, որ ինչ-որ մեկի կյանքում գործ ունի։ Օրինակ, Հոբի կյանքում եղավ, որտեղ Սատանան ասեց, դու իրան ցանկով պատել ես, ով կարա իրան կպի։ Դեր այդ ցանկապատը վերցեց, ասեց գնա իրան կպի։ Սա ուրիշ է։ Բայց երբ որ այդ ցանկապատը կա, ու դու ես քանդում, այդ է դու մեզ վնաս ես։ Այս Սուրբ գրքից մի քանի օրինակներ բերեմ, որ մեզ ավելի հասկանալի լինի, որ մենք ապրում ենք մեզ դարաշրջանում։ Որ դու ինչ ուզես կանես, ու ոչ մեկ կարա դրա մասին չիմանա։ Ասենք մի 30-40 տարի առաջ սենց ասելու, մի հատ տղա կար, կներեք, չապարը թռնես գոյց խոսալու, ծնողները տենան, մի հատ լավ չի պոտեն, այդ հարցը կլուծեր։ Բայց հիմա այդ պետք չի չապարը թռնել։ Հիմա հեռախոս կա, գախնի, կոդ կա, կապ կա, դու կարող ես խոսել, ստի ծնողները չկասված։ Մարդը կարող որսել։ Բայց դիտես մի փոքր օրինակ եմ բերում, որ մեզ հասկանալ։ Եվ տեսեք, չար ընկերակցությունը, ասում բարի մարդ է կարող։ Հովսապատ թագավոր կար, աստվածավախ, ասում պաշտող, իր կյանքում Աստված իրան շատ գործ է։ Եվ եղավ մի բան, որ ինքը Աստծո առաջ հաճելի էր, եւ Ելիսեն ասեց, եթե Հովսապատը չներ, մյուս թագավորն ասեց, ես քո երեսին չլինի նայ։ Եվ այս մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում, ասենք ինչ որ լինում էր, Տիրոջից հարցում էր անում։ Ինչեւ Տիրոջից չառներ, չէր գնա այդ գործի, չէր գնա այդ պատերազմի, չէր գնա։ Բայց Հովսապատը մի մեծ սխալ թույլ տվեց, որ բարեկամացավ Աքաբի ընտանիքի հետ։ Ասենք որ մենք նայում ենք իր թագավորությունը առանցին էր, Աքաբին առանցին էր, բայց այդ բարեկամությունը ուր հասավ։
հասավ այն կետին, որ իր տղայի համար Աքաբի աղջկան բերեց որպես իրան հաս, կին դերեց։ Դա նման է, տեսեք, կա պայթուցիքներ, որ դու դնում ես, մի անգամից չի տրանում։ Կա ժամանակ դնում ես, այդ ժամանակը լրանում, նոր այդ պայթունը տեղի է ունի։ Ուսեմ մինը замедленного действия, որ դու կարաս իշքան պետք է դնես, հետո է տրանում։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Հովսափատը մահացավ, իր տղան նստավ գային, և ես կուզեմ կարդամ ինչ արեց իր տղան։ Հովսափատը իր հայրերի հետ քնավ, իր հայրերի հետ Դավթի քաղաքի մեջ թաղվավ, նրա տեղ անոր որդին Հովրամը թագավոր եղավ, Հովրամի եղբայրներն Ազարյան, Էքելը, Զաքարիա, Ազարիուն, Միքայելը ու Սափատյան։ Ասոնք ամենք Իսրայելի թագավորի Հովսափատի որդիներն են, անոնց հայրը Արծաթ, ոսկի, թանկագի բաներ շատ պարգևներ տրվավ նրանց, նաև Հուդայի մեջ պարսպապար քաղաքներ, բայց թագավորությունը Հովրամին տվավ, քանզի անդրանիկը այն էր, երբ Հովրամ իր հորը թագավորության աթոռը նստավ, զորացավ իր բոլոր եղբայրների ու Իսրայելի իշխաններից մի քանիները սրով մերձրեց։ Հովրամը 32 տարեկան էր, երբ թագավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 8 տարի թագավորություն արավ, անիկա Աքաբի տանը արածի պես Իսրայելի թագավորի ճամփի մեջ քայլեց, քանզի Աքաբի աղջիկը նրա կինն էր ու Տիրոջ առաջ չարություն։ Մենք նայում ենք այդ պայթունը տեղի ունեցավ Հովսափատի մահից հետո։ Ինչ արեց։ Ուներ էլի տղաներ, իրանց գումար տվեց, քաղաքներ տվեց, հեռացրեց եւ իշխանություն անցավ մեծ որդու։ Բայց տեսեք, չար իրավությունը ասում բարի բան։ Հեզաբելի տնից աղջիկ էր բերել, Աքաբի տնից աղջիկ էր բերել։ Այդ կինը իրան դաստիարակեց, դարձրեց իրանը, ոնց որ իր հորտումն է։ Եվ իր մայից հետո ասեց, քո աղբերները մի օր կերնեն քո դեմ, կապստանվեն, թագավորությունը կվերցնեն, իր հարալ աղբերներն ինձ մոտ։ Անես չարություններ արեց, որ Աստծո առաջ դա հաճելի չէր։ 8 տարի անցավ, ասում է Տեր իրան հարվածեց, 2 տարվա ընթացքում, ասում է իրա որովայնի աղիցները, ասում է թափվում էր դուրս։ Դաշան մահով մահացավ, ու ասում է իր համար ժողովուրդը խուճ ծախեց։ Տեսեք ինչ տեղի ունեցավ, Հովսափատը շատ լավ գիտեր, բայց ինչու ծնկվեց էս։ Եվ իր մահից հետո իր բոլոր երեխեքը մահացան, և իր որդիներ ժողովրդի տարավ գրապաշտեց։ Սա առաջին օրինակ է, որ կա ամեն մի բան անենք, հետևանքը որոշ ժամանակ հետո կաղա բան կա դու հիմա անես, դրա հետևանքը հետո կքաշես։ Ինչ որ ցանենք, հենց պետք է դիզել։ Համար հիմա քանի երիտասարդ է, սխալներ դուչել, մի թույլ այնպիսի սխալ, որ կա ժամանակը դու հետո դա խաղես։ Երկրորդ օրինակը, որ մենք նայում ենք, տեսեք, Հեզաբել կին կար, Աքաբի կինն էր, դաժան ձևով էլի մահացավ։ Այս կինը, տեսեք, իր ամուսինը մահացել էր, հեյուն երբ որ իշխանության եկավ, այս կինը ոնց էր ազդել մարդկանց վրա։ Ինքը ազդել էր իր մարդու վրա, իշխում էր իր մարդուն, իր մարդը ենթակա էր տարել, դե թագավորը ոչ թե Աքաբն էր, ապա իր կինը, Հեզաբելն էր։ Աքաբը բան չասեց, Հեզաբելը ասեց, այս տոանեն աստվածներ, հետև վաղը քո գլուխը մնա, ասեց, իրեն ասեց։ Աքաբը նման բան չասեց։ Հետաքրքիր է, անենց ազդեցությունն էր, Եղիան փախավ, ասեց հետին, ինձ սպան։ Իշխում էր ինքը։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Հիմա երբ որ հեյուն եկավ, հիմա այս կինը իմացավ, որ իր տղային սպանել։ Եթե մեկի երեխուն սպանել, ինչ պետք է ողբանի, ցավ քաշի, մազերը դիտրի։ Եկավ ասում է իրան քսվել էր, նստել էր լուսամուտի մոտ, որպեսզի հեյուն հրապուրվեր, հններ էլի իր ցանցը, նորից հեյուն ինքը կկառավարի։
ու նստած է լուսամուտի մոտ, որ հերու տեսներ իրան, դա դիվական իր գործություն, իր ամուսինը մահացել էր, տղաներ էր մահացել, երբ որ դե որոշ խոսքեր ասեց, հերուն ասեց, ով է իմ հետ չհրապուրվավ տեսել, չգայտակղվավ, Եզաբելը ապրեց շատ վատ կյանքով, ասեց ով այմ են, երկու ներքիններ եմ, ասեց իրանց հասկացեց, գծեցին մահացավ, դաշկիրա, Եզաբելը մահացավ, բայց Եզաբելի ուսմուկը չմահացավ, գնում ենք մոտավոր 980 տարի անցել իրան մահից հետո մինչև հայտնության գիրքը որ գրված, և հայտնության գրքում երկրորդ գլխում մենք կարդում ենք, աստված գրում ատանից, երկրորդ գլուխ, 20-րդ խոսքը, այս քեզի դեմ բան ունեն, որ կթուլադրես Եզաբել կնոջը, որ Մարգարեորի անվանի ու իմ ծառաներից մոլորեսնելով սովորեցնի, անառագություն անել և ուրքերի զոհված ուտել, քեզի դեմ քիչը բան ունեն, որ դու կթուլադրես Եզաբել կնոջը, դա Եզաբելը մեռա, բայց իրա արտապետությունը չմեռա, 1000 տարի անցավ, մենք կարդում ենք հայտնության գրքի մեջ, որ Տերը զգուշացնում է, լավ, հիմա 2000 տարի անցել, Եզաբելի արտապետությունը մեռելա, թե չէ, որն է դա, հրապուրել, շեղել, ճշմարտությունից շեղել, մոլորության տանել, Եզաբելի վարտապետությունը ինչու էր կայանում, ամբողջ Իսրայելը Աստծուն էր պաշտպանում, այս կին եկավ, անենց բան արեց, հիմա եղան հարցնում է, ով Աստված, Բաղամը, թե Եհովան, այդ ժողովուրդը լուր է, իրականում հասել են ընկետի, որ չգիտեն Եհովան Աստված, թե Բաղամը, սա Եզաբելի վարտապետությունը, անենց այդ ժողովրդին մոլորացրեց, այս ժողովուրդը ինչ են եղել, չգիտեն, Բաղամն Աստված, թե Եհովան, և մենք նայում ենք Տերը ինչ արեց, կրագը հետ որ իջավ, ամբողջ ժողովուրդը ընկան ոտցանքի վրա և ասեցին Եհովան Աստված, Եհովան Աստված, դա համար Եզաբելի վարտապետությունը ինչու՞մ է կայանում, երիտասարդներ, որ քեզ Քրիստոս ճշմարտությունից շեղի, տանի ուրիշ հիմքի վրա դնի, քեզ թվում է, որ դու էլի Աստծուն ես պաշտպանում, Քրիստոսի հետ ես, բայց քո մեջ փոփոխություն է տեղի ունեցել, հիմքի փոփոխություն է տեղի ունեցել, այս է Եզաբելի վարտապետությունն է, և այսօր սա շատ է նկատում լինում, որ ես շատ տեղեր որ լինում եմ, երիտասարդներ որ զրուցում են, նայում են շատեր այսօր անհոգություն, Քրիստոսը մնացել է իրան շուրթերում, տարել են անհոգ, հետաքրքիր չի պաշտամունքի գալ, ինչ-որ մի նոր բան են փնտրում, որ այնտեղ հետաքրքրություն կա, այնտեղ նենց լավ երաժշտություն ա, մի քիչ օրինակ եմ ասել, ջաքի ջուքի ա, այնտեղ ուրիշ արում ես, նենց լավ ա, մենք էլի Քրիստոսին ենք պաշտպանում։ Այսօր շատ ընտանիքներ, որ եղել են, լացով ծնողները խոսում են, ասում են իմ երեխեքը գնացել են, մոլորվել են, և իր աղջիկ եկել էր իր օրը 8 երեխա ունի, ասեց մեզի օրհնա, որտեղ մենք գնում ենք քարիզմատական երեցից, ազատությունը, իրանց ծնողը շատ արտուկ հյուրիկ էր, ասեց ես ձեզի չեմ կարող, ես իմ մայրական, իմ և իր հերները, ովի եղբայրը, ասեց մենք մեր օրհնությունը ձեզի չեմ կարող, դու մոլորվել եք, դու ճշմարտությունից շեղվել եք, ես ոնց կարող եմ ձեզի օրհնել, ես իմ օրհնությունը չեմ կարող, ասում եմ լացով գնացի, համար երիտասարդություն, այսօր մոլորությունը, դու հաստատվում ես Աստծո խոսքի, իրոք դու Քրիստոսին ընտրում ես, քո հոգու աշխարհում հիմքը Քրիստոսն է, չէ, եթե հիմքը Քրիստոսը չի, դա շատ նուրբ է կատարվում, շատ սենց սաունա կատարվում, պոեզի գծերը ոնց է որ փոխվում են, սաստավը փոխվում է, այս գծից մյուս գիծը որ փոխվում է, դու այդ պայն նզգում ես, մի բան սենց իրար եկավ, դու արդեն փոխվար մյուս գծին, երբ որ մենք ճշմարտությունից շեղում ենք,
Սատանան շատ նուրբ է փոխվում։ Դու էլի ընթացքի մեջ ես գնում ես, բայց գիծը փոխվում է։ Դու արդեն ճշմարտության մեջ չես գնում։ Դրա համար երիտասարդներ այսօր ցավը նաև նրանում է, գիտեք ինչ։ Այս պակալենի սուրբ երկեր կապ։ Ես վերջերս զրուցում եմ, որ արդեն ավելի պատանյականից նոր մի քանի տարի եկել են երիտասարդ։ Սովորական հարց է կրած, սովորական հարց։ Ասում եմ երկու անձնավորություն, որ հափշտակման երկիր։ Մարդ չտեսան, ովքեր են, չկասապանց։ Սուրբ երկեր, ընդհանրապես պաճ։ Ուրիշ պաճ։ Հարցնում են, երիտասարդներ, ասում եմ, Հիսուսի այլակերպության հեռան վրա ովքեր իջան խոսացած, դե չի։ Միտիվ հարցեր է սուրբ գիրքից, որ պետք է իմանա, պետք է սուրբ գիրքը կարդաս, Աստծո խոսքի հետ կապ ունենաս։ Դա մոլորություն է, որ դու ունես ամեն ինչի ժամանակ, բայց ժամանակ չունես հասկանալով, որ դու երիտասարդ ես, դու պետք է հաստատես Աստծո խոսքի մեջ, Իրոջ երեսը փնտրես, որպեսզի գալիք օրերում որ դժվարություններ լինի, դու կանես հաղթանես։ Հովսեփը 17 տարեկան էր, 17։ Եթե Հովսեփի բերեն կանգնեցնենք այստեղ, այսօր մենք քանի 17 տարեկան ունենք, որ Հովսեփի նման Աստծո վախ ունենա, չարությունից ետ կենա եւ չընկնի նման փորձ ունենա։ Քանի երիտասարդ մենք կարող ենք 17 տարեկան կանգնեցնել Հովսեփի կողքին։ Բայց մեծամասնությունը այս կառույցը չունի։ Դրա համար Տերը տա մեզ ուժ ու կարողություն երիտասարդների։ Մենք իրոք հաստատենք Աստծո խոսքը։ Հիմա անենց օրեր ա, որ առատ տարիներ ա, ասենց առատ պաշտամունքները երբ ուզում անում են, Աստծո խոսքի վրա սերդողություն, բացատրել, կիսվել, քո աշխարհը դու լեցնես, թե չէ։ Ինչով ես լեցնել։ Եթե Աստծո խոսքով ես լեցնում, ժամանակը գալու է, այդ խոսքը քեզ պահի։ Եթե դու ուրիշ բան ես լեցնում քո պաշարները, մեղքով, անիրավ բաներով, ապագանությունով, գա ժամանակ, դու դրա հատուցումը պիտի կրես։ Ես դրա հատուցումը կկրեմ։ Ամեն մեկից պետք ասում։ Դրա համար Տերը տա, որ մենք ստապվենք, արտանանք, մուշ Տիրոջը մոտիկանանք, սկսենք իրան փնտրել։ Թող Տերը զորացնի մեր բոլոր աղոթները, որ երիտասարդների համար աղոթ եկան, որպեսզի դուք արտանանք, ստապվեք, սկսեք լուրջ Տիրոջը փնտրել։ Աստծո խոսքի մեջ հաստատվեք, զորանաք, ճշմարտության մեջ ապրեք։ Եկեք մենք կանգնենք Տիրոջ առաջ։